Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը՝ 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցելու եմ վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի հետ, շնորհակալ եմ պարոն Կիվիրյան վերաբերյալ ունենալու համար։ Մի թեմա կար, որը այսպես մտածում էի ինչպես կարելի է խոսել, որովհետև բավական նուրբ թեմա է, մենք ինչ-որ սահմաններ պիտի պահենք, չնայած միշտ մեր խոսքում ազատ ենք եղել, բայց հիմա այս դեպքում որոշակի խնդիրներ կան եւ ես ասեմ ինչի հետ է կապված խոսքը Բաքվում գտնվող մեր հայրենակիցների անվան հետ կապվող որոշակի հայտարարությունների մասին է նախ արձանագրենք որ վստահ եմ դու ես կիսում այդ կարծիքը որ իրենք բոլորն էլ պիտի գտնվեին Հայաստանում անկախ են հանգամանքից մենք ինչպիսի վերաբերմունք ունենք իրենց Բաքվում գտնվող մեր հայրենակիցներից ամենայերև բացասական վերաբերմունք ունեմ Արայիկ Հարությունյանի նկատմամբ որովհետեւ ինքը տարիներ առաջ պատերազմից հետո այս մեր գրասենյակի վրա հարձակում էր պատվիրել բայց անկախ այդ հանգամանքից ես կարծում եմ որ եթե ինքը անգամ դատարանի առաջ կանգնելու անհրաժեշտություն ունի ապա հայկական դատարանի առաջ պիտի կանգնի ինչու որոշեցի ձեզ հետ քննարկել քեզ հետ քննարկել որովհետև տեսա նաև այդ մտահոգությունը քեզ մոտ հա որ նախ այստեղ իրենց այդ դատավարության process-ից կտրում են հատվածներ եւ դա տարածում են այլ արդեն այստեղ գտնվողների մեկնաբանությամբ, որը կարող է վատազդել այնտեղ գտնվող մեր հայրենակիցների վրա, մյուս կողմից նաև Հայաստանի Հանրությանը էլի տեղեկատվական մոլորությունների մեջ են պահում, որովհետև այդ նյութերը ինչ վերցվում են, դրանք Ադրբեջանի կողմից հրապարակված դատավարության process-ից են, եւ Ադրբեջանը չէր կարող հրապարակել այնպիսի բան, որը իր շահերին դեմ է։ Օրինակ այնտեղ իհարկե պատերազմի ժամանակ յուրաքանչյուր իր ներդրումը որոշակի չափով ունեցել է պատերազմի հետ կապ ունեցող, բայց այնտեղ օրինակ տարածում են մի խոսք, ասում են Դավիթ Մանուկյանը պատասխան կամ Լյովա Մնացականյանը ի պատասխան դատարանի հարցի Ադրբեջանի ասել է որ այո ես կռվել եմ Ադրբեջանի դեմ։ Ուրիշ ինչ պիտի ասեր էլի, եթե մարդիկ այս պահին կեղծ դատավարության գործով շրջանակում դրանում են մեղադրում։ Ինչու է սա արվում Հայաստանում, այսինքն ինչու են այդ մարդկանց անունից տարածվում տեքստեր, որոնք ընդհանուր կոնտեքստում այնպես չի որ ինչպես իրենք տարածում են։ Մյուս կողմից դա կարող է այդ մարդկանց վնասել, կարող է չէ որ հետ նույն մարդիկ ասում են Ադրբեջանը բռնատիրական է, սա կեղծ դատավարություն է, ասում են մարդկանց նկատմամբ բռնաճնշումներ են գործադրում, կտանքների են ենթարկվում։ Ինչա ցանկությունը ո՞րն է այստեղ այս գործողությունների խնդրեմ։ Այո, հարցը շատ նուրբ է։ Նաև բավականին ցավալուներ ձեր հարցը ձեր այդ ասացների հետ Բորիս Լյովին համաձայն եմ որ իրենք պետք է գտնվեին Հայաստանում եւ եթե դատվեին այս կամ այն արարքի համար ապա դատվեին Հայաստանի դատարանի կողմից բայց սակայն ոչ Նիկոլի դատարանի Այդ շեշտենք, հա, որովհետև Նիկոլի դատարանն էլ կարելի ասել արդարադատության առումով այդքան էլ Բաքվի դատարանի չի շատ չի տարբերվում, կամ կարելի ասել ընդհանրապես չի տարբերվում։ Հիմա այդ նկատառման հետ համաձայն եմ կոնկրետ նայեք մնացած ձեր առումներն էլ են ճիշտ, որից որ ասենք այնինչ տարածվում է ադրբեջանական ոչ թե մենակ խնդիրը ՍԼՄ-ներն են։ Նայեք, դատավարությունը փակ է։ Ադրբեջանը անգամ շարքային ադրբեջանցիք չեն կարող դրա մասին տեղեկանալ, Բաքվում նստածը չի կարող տեղեկանալ։ Այսինքն ադրբեջանական ծառայությունները սարքում են ինչ որ ասենք կարճ ռելիսներ եւ դրանք տարածում։ Եվ պարզ է, որ իրենք տարածում են միմիայն այն,
ինչ որ պետական առումով իրենց պետք է ավել պակաս որևէ բան չի տարած։ Այսինքն այնպես չի, որ գիտեք ոնց է բաց դատավարություն է, ու այդ բաց դատավարությունը հայկական կողմը հետևում է ու վերցնում է, ասենք, ինչ որ հատվածներ, չէ, ինքը վերցնում է Կեղծ դատվողներն էլ գիտեն իրենց ցանկացած ասած հրապարակվելու եւ ուզում են ինչ որ ուղերձ հասցնել։ Պարզ է, որ դա չի կարող այդտեղ որևէ ուղերձ, որպես այդպիսին, եթե կայել, ապա այսպես ասենք շատ ուղիղ ձևով, դա Ադրբեջանի հատուկ ծառայությունների ուղերձներն են, որովհետև հատուկ ծառայությունների կողմից Ադրբեջանի կազմված այդ վժիմկա են դրան ասում, այդ ռելիզային ինչ որ նյութն է տարածվում այստեղ։ Այնտեղ այլ ուղերձ որպես այդպիսին չի կարող լինել։ Դա այսպես ասած Ադրբեջանի պետական քաղաքականության մոդելն է, ընդ որում այնպես չի, որ իրանք այդպես վերաբերվում են միմիայն հայ գերիներին, եթե նայեք, ասենք, իրենց մոտ հարյուրավոր քաղբանտարկյալներ կա, եւ այդ քաղբանտարկյալների դատավարություններն էլ նույն մոդելով գնում, հիմնական։ Բռնատիրական երկրները ունեն իրենց օրենքները։ Հիմա եւ իհարկե զավեշտալի է, որ ոնց որ դուք ասեցիք, չէ, ասենք Լևոն Մնացականյանի կամ Դավիթ Մանուկյանի հետ կապված, որ ասում է նայեք հերոսաբար, հա մենք կռվել ենք, հասկանում եք, ողջ այդ մարդկանց չէ, նայեք, կենսագրությունը կա։ Հիմա դա մոտավորապես նույնն է, որ այդ մարդկանց հարցնես դու հայ ես, ասեին հայ եմ, ասեին տեսեք ինչ հերոսաբար ասեց հայ եմ։ Ինչը ասել ուզբեկ եմ, ծեծուտ է դրա։ Հիմա նույն ձևով ասել չեմ կռվել, այսպես ասած ինչ որ այլ վերաբերմունքի արժանանար, եթե այդ մարդկանց ողջ կենսագրությունը կա, այնպես չի, որ ասենք, գիտեք ոնց է, իրանք եղել են ինչ որ ասենք ագենտ 007, որոնց կենսագրությունը ինչ որ կիսատ պրատ է հայտնի եւ փորձում են ճշտել իրական Հայաստանում ծաղկացնում հրապարակում են, ապայման Ադրբեջանին նյութ տալիս։ Նայեք, իսկ հիմա գամ ձեր բուն հարցին, թե ինչու է արվում։ Ինչու է արվում։ Դե նայեք, դա արվում է տարբեր խմբերի կողմից։ Պետք է առանձնացնել։ Առանձնացեք եւ նպատակ։ Հա, ուրեմն եթե մենք վերցնում ենք, ուրեմն կան բազմաթիվ, այսպես ասած, ուռա հայրենասիրության, ինչ որ ասենք, քողի տակ ապրող երեխաներ, որոնց համար ասենք կարող է եւ մտածում են, որ լավ գործ են անում։ Մի խումբ կա, որ ակնհայտորեն, գիտեք ոնց է, նմանատիպ բոլոր թեմաների վրա փորձում է գովազդվել։ Հա, այդ խումբն էլ կա։ Շատ հետաքրքիր կարելի է առանձնացնել քաղաքական խմբերի։ Օրինակ, նայեք, հենց որ ուրեմն օրինակ հանրապետական կուսակցության ադեպտները փորձում են այդ ինչ որ ուղերձներ, հերոսական ուղերձներ գտնել այդ մարդկանց խոսքերում, ակնհայտ է, որ ասենք Բաքվի իշխանությունները հետևելով այդ գործընթացներին, իրենք դա կօգտագործեն, ակնհայտորեն օգտագործելու են այդ մարդկանց դեմ։ Ու այդ կուսակցական շրջանակները դա չեն կարող չհասկանալ, ճիշտ է։ Չէ, ուրեմն այնքան բանա տեղ ունեցել, որ եթե դա ասենք, չէ, նայ, եթե դա անում է, ասենք 17-18 տարեկան, ասենք հայրենասիրական գրքերից զատ ոչինչ չկարդացած ինչ որ պատանի, նա չի կարող այդքան խորությամբ դա գիտակցել։ Բայց օրինակ, եթե դա անում են հանրապետական կուսակցության ողջ ակտիվը, падգամավորները ակտիվ, օրինակ հիշում եք, ընդ որում իրանք միշտ անում են նման գործողությունները շատ միահամուռ, որը ցույց է տալիս, որ իրանք կազմակերպված եւ հրահանգով եւ պարզեում կողմից կազմակերպված եւ հրահանգով իրանց առաջնորդի Սերժ Ազատի Սարգսյանի կողմից։ Հա, օրինակ հիշում եք, նման միահամուռ ձևով իրանք պաշտպանում էին, ասենք, Սամվել Շահրամանյանի ընտրվելը։ Անեք այդ ժամանակվա ողջ մամուլը, որ հեսա եկել է փրկում, այ հիմա կդնի, ասենք, այդ բանի կարգավիճակի հարցը, ոչ մեկ չի
ինչով դա ավարտվեց, բոլորի հիշում էին։ Ну, եթե շատ կոպիտ լինի դրեց կարգավիճակի հարցը, դու կարեց վերջը։ Հա, վերջում Արցախ որպես այդպեսին չկա։ Հիմա նույն ձևով կարելի է, եթե, այսինքն այդ մարդիկ միահամուռ ձևով այդ կարգավիճակի հարց դնելով թողեցին Արցախը առանց հայության, ապա չի բացառում, որ հիմա էլ դա դուրս գա այդ նստածների կաշվից։ Թե ինչ նպատակով են դա իրենք անում, դա թող իրանք պատասխանեն այդ հարցին, որովհետև ես չեմ կարծում, թե իրենք այդ կարգի պրիմիտիվ են, որ չեն հասկանում իրանց քայլերը։ Հասկանում եք, դու կարաս մարդուն հերոսացնել, հենց որ ինքը արդեն Հայաստանում է, ինչ ուզում ես արա։ Հասկանում ես։ Օրինակ, նայեք, եթե վերցնես, ասենք, Դաշնակցությանը, Դաշնակցությունը 100 տարի առաջ մի քիչ ավելի խելոք էր, քան հիմա։ Հա, չեմ ասում շատ, բայց ինչ որ առումով, ասենք, պատկերացրեք, եթե մեկը Օսմանյան բանտում էր, իրան հերոսացնել, ինքը հասկանում էր, որ այդ մարդը Օսմանյան բանտից դուր չի գա։ Կսպասեր մինչև անցնի սահմանը այս կողմ։ Օրինակ, հիմա, հենց որ իրանք իրանց բյուրոյի անդամին Իշխանյան Դավիթին նորից հերոսական ձևով ասեցին, մենք թողեցինք իրան բյուրոյի անդամ առանց բանի։ Դա նշանակում է ոչ թե իրանք լավություն արեցին Դավիթ Իշխանյանին, այլ շատ ավելի ծանրացրեցին Դավիթ Իշխանյանին։ Ինչ անեն։ Հանեն ասային ազատվեցին այդ մարդը։ Չէ, գիտեք ոնց է, իրանց համար պետք է հասկանալ նպատակը որն է Դավիթ Իշխանյանին փորձել բանտից անել, թե Դավիթ Իշխանյանին հերոսական լուսապսակով սարքել էշ նահատակ, շատ ներողություն այդ բառի համար։ Եթե երկրորդն է, դեր ասած երևի եւ տրամաբանական բայց վստահ են, որ Ադրբեջանը չի սպանել այդ մարդը։ Դեք ոնց է, Ադրբեջանի իշխանությունների վրա ոչ մեկը չի կարող վստահություն ունենալ։ Լավ, հիմա նայ, մի բան է դատավարություններից վերցնել կտորներ եւ դա տարածել, ինչը մենք քննարկեցինք։ Եվ ես այստեղ անկեղծ եմ ասում, Բաքվում գտնվող մեր հայրենակիցներին չեմ դատապարտում։ Չեմ քննադատում, ինչի, որտեղ այդ մարդիկ այնտեղից կարան ուղերձ ասեն, խոսեն, բայց կարևորը այստեղի վերաբերմունքը, այնտեղ ինչ էլ ասեն, ես դա չեմ համարելու հանցագործում, բայց այստեղ կարևոր հանգամանք կա, ես ուզեի առանձնացնել։ Ռուբեն Վարդանյանի վերջին, այսպես ասած, աուդիո ձայնագրությունը։ Մի բան է, որ Ռուբեն Վարդանյանը կարող է անել նման ձայնագրություն, չէ՞, այլ բան է, որ ընտանիքի անդամները եւ քաղաքական թիմը տարածում են այդ ուղերձը։ Եթե տարածում են, նշանակում է ձեզ եւ ինձ տալիս է նաեւ քննարկելու իրավունք, չէ՞, որովհետեւ եթե չտարածեին, դա չհամարեին քաղաքական ուղերձ, մենք էլ դժվար թե քննարկենք իրենց խոսքը։ Հիմա ես նայում եմ եւ անկեղծ զարմացած եմ։ Պետք է նաեւ դաշնակցությունից կա իմ կողմ շատ հարգված մարդ, որը զարմացել է, թե ինչու հանրային հեռուստաընկերություն չի ցուցադրել սա։ Ու հանրային հեռուստաընկերությունը Նիկոլ Փաշինյան Բերանով պակաս թուրքական քարոզ չի անում, այնպես չի որ հանրային հիմա թուրքական ազդեցությունից դուրս է, բայց Ռուբեն Վարդանյանի խոսքում օրինակ մի քանի դրվագ առանձնացնեմ։ Դրվագ 1, որ ինքը այդ աուդիո ձայնագրության մեջ ես չգիտեմ ինչ պայմաններում է, գուցե զենք են իրա վրա պայ, գուցե տեքստ են տվել, ես չգիտեմ։ Աուդիո ոչինչ չենք տեսնում։ Ինքը նախ ընդունում է Բաքվի դատավարության լեգիտիմությունը։ Ասում է ուղղակի բաց դատեք մեզ հրապարակային։ Երկրորդը ինքը իրար կողք է դնում, հավասարեցնում է Սումգայիթի հայերի ջարդերը եւ Խոջալուի մտածածին ադրբեջանցիների ցեղասպանությունը։ Ինչու եմ ասում մտածածին, որովհետեւ Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովը հայտարարել է, որ դա ադրբեջանցիներին սպանել են Ադրբեջանի ազգային ճակատ կոչվածի ներկայացուցիչները, որպեսզի հասնեն Մութալիբովի գահանքեց անելու նախագահի պաշտոնից։ Եվ այսպես մի քանի այլ դրվագներ եւս։ Հիմա ինչ են մարդիկ զարմանում, ինչ են տարածում սա։ Ես ուղղակի ուզում եմ հասկանալ մի պահ, եթե Նիկոլ Փաշինյանը Սումգայիթն ու Խոջալուն դներ իրար կողք, երևի թե իշխանապողությունը այդ օրը կլիներ կամ գոնե ինչ որ ալիք կբարձրանար։ Եթե մարդիկ սկզբունքային գաղափարական են մոտենում այդ հարցին, արդյոք սա տարածելու ելույթ է։ Նայեք, Բորիս, հենց որ մարդկանց բոլոր կողմերը
մղում են էմոցիոնալ դաշտ եւ խաղում են էմոցիաների վրա, շատ դժվար է այդտեղ փորձել տրամաբանորեն վերլուծել։ Առավել եւս հենց որ վերլուծողներն էլ շատ քիչ են։ Եկեք մենք փորձենք էմոցիաները դնել մի կողմ եւ տրամաբանորեն փորձել վերլուծել։ Ընդ որում մենք ամբողջական իհարկե չենք կարող դա անել, կարող է ինչ-որ հարցերում անգամ սխալվենք, որովհետեւ մենք չունենք լիարժեք տեղեկատվություն։ Ինչպես չունեն տարածողները։ Դե տարածողները ընդհանրապես չեն էլ ուզում վերլուծել։ Այո։ Մենք գոնե փորձում ենք եղածը համադրել։ Ես մի բան ասեմ շարունակ։ Այո։ Հարգելի հեռուստատողներ, անկեղծությամբ եւ արգիշտի համար եւ ինձ համար սա դժվար թեփ է, որովհետեւ շատ ավելի հեշտ է տարածել այդ ուղերձը մի հատ ուռա հայրենասիրական տեքստով, Իհարկե։ լիքը լայքեր, բաներ, կոմենտներ ստանալ, այսպես պլպլան տեքստեր ասել, այդ մարդկանց անվտանգությունն էլ վտանգել, Հայաստանում էլ ադրբեջանական փաստորեն ծառայությունների մշակած օրակարգերը առաջ տանել փաստորեն, հա? Եվ ասել դե մենք էլ ենք հայրենաս, բայց իրականությունը այդպես չի, ամենաէմոցիոնալ պահին պետքա մարդիկ փորձեն սառը դատել։ Ինչա կատարում։ Նույնը մենք վարվել ենք։ Ես հետևում եմ քո գործունեությանը, շատ քիչ մարդկանց գործունեության։ 18 թվին ա եղել, երբ էմոցիոնալ էйֆորիա կար եւ իրականության խոսք ասողներից մեկը նաեւ դու էիր արգիշտի, որ հիմա նայեք այս կառավարությունը ինչ է անում։ Այն ժողովուրդը ճղում էր այդպես խոսողներն, չէ։ Հիմա խնդրում քո խոսքը լսելուց առաջ ուղղակի ուզեցի դիմել, որ լսեք այս խոսքը առանց էմոցիաների։ Հավատացեք, մեր սիրտը պակաս չի ցավում մեր հայրենակիցների համար եւ մեզ համար ավելի ամոթալի չէ, որ մեր հայրենակիցը Հայաստանի կապույտ անձնագիր ունեցողը դատվում է այդ հանցագործների երկրում։ Խնդրեմ շարունակի։ Նայեք Բորիս, եկեք մի քիչ Խնդրեմ։ երկար խոսամ, առաջինը էմոցիաների ու այսպես ասած առանց էմոցիաների տրամաբանելու հետ կապված։ Մենք միշտ փորձել ենք առանց էմոցիաների թեկուզ եւ ցավալի իրականությունը ներկայացնել հասարակություն։ Օրինակ կհիշեք հենց որ ուրեմն Արցախի անկմանը, վերջնական անկմանը մնացել էր կարելի ասել մի տարի, կես տարի կամ ամիսներ, մենք բացատրում ենք, որ պետք է լրիվ այդ քայլը ձեռնարկել, որոնք կարող է եւ մոդայիկ չէին հնչում, շատ դաժան էին հնչում, շատ ծանր էին հնչում, բայց իրանք պարունակում էին ինչ որ ճանապարհներ, որոնք կարող է եւ թույլ տային փրկել, ասենք, այնտեղ ապահովել ինչ որ հայկական բնակչություն։ Այն ժամանակ այս էմոցիոնալ, այսպես ասած, զանգվածը մինչև վերջ այն կարգախոսներն էր տարածում, որ Արցախ Մասիսի պես մեջքիդ կանգնացենք, մի բանից չդնես, այսպես ասած։ Ինչով դա ավարտվեց։ Եղավ աղետը։ Էմոցիաները, դե ոնց է, դու դրանով կարող ես կերակրել մարդուն, բայց ինքը ճիշտ ճանապարհի վրա երբեք չի տանում։ Դա ընդհանրապես մարդկանց խաբելու, մարդկանց էйֆորիայի մեջ պահելու ձև է։ Դրա համար ես միշտ ասում եմ, եթե դու իրականում ուզում ես մարդուն ներկայացնել ճշմարտությունը, ավելի լավ է ներկայացնել դաշան ճշմարտությունը, քան խաղաս իր էմոցիոնալ լարերի վրա։ Ուրեմն հիմա գանք, այսպես ասած, բուն հարցին։ Նայեք, ուրեմն եկեք սկզբից փորձենք հասկանալ մի բան։ Ուրեմն այդ աուդիո ուղերձի հետ կապված, ով քիչ թե շատ ծանոթ է ընդհանրապես նմանատիպ մեխանիզմներին, ինքը կփաստի մի բան։ Առաջինը, որ ինձ թվում է ցանկացած տրամաբանող մարդ հասկանում է, որ այդ աուդիո ուղերձը տարածվել է, այսպես ասենք, Ադրբեջանի Բաքվի իշխանությունների ցանկությամբ։ Ինչի։ Ուրեմն նայեք, եւ Հայաստանում է այդպես, եւ ցանկացած տեղ, եւ Բաքվում է այդպես, եւ Ամերիկան, Ֆրանսիա։ Եթե դու մեկուսարանից խոսում ես, այդ հեռախոսը, դեռ զուգահեռ լսում են։ Եվ եթե չեն ուզում, որ
շարունակվի, ուղղակի վայրկյանական անջատվում։ Սեղմում ես անջատվում։ Եթե անգամ, այսպես ասած, նախորոք, ես չեմ ասում նախորոք իր հետ, այսինքն, եթե ուզում են, որ դա տարածվի, թողնում են, որ դա տարածվի։ Եթե չեն ուզում, որ դա տարածվի, ուղղակի անջատվում են։ Մոռացեք, թե այդ որևէ տեղ լինի դա Հայաստանում, դրսում, այդ ուրեմն խոսակցությունները կոնֆիդենցիալ են։ Հատկապես նման քաղաքական գործեր։ Դա ցանկացած գործով։ Հատկապես համաձայն եմ ձեր հետ, բայց անգամ եթե խոսքը գնա լրիվ շարքային գործի մասին, լրիվ շարքային։ Իմացեք, որ դրանք եւ Հայաստանի, ասենք, օրինակ տարիներ շարունակ օֆիցիալ այնտեղ հեռախոսը ուրեմն նայեք, օրինակ կար հեռախոս, որով դու կարող էի զանգել։ Բայց բանտարկելներ չեն օգտվում դրան։ Չէ, բանտարկյալներ կային, որ օգտվում էին։ Բայց կային նաև բանտարկյալներ, որ չէին հասկանում, որ դա ամբողջ ծայրիծար լսվում է։ Եվ այն, եթե ինչ-որ բան չի, տեղում անջատվում է։ Կամ ասենք, օրինակ նայեք, շատ անգամ փող են տալիս, ասենք, աշխատողին, որ հեռախոս հասցնի իրանց։ Հետո հեռախոսը հասնում է իրանց։ Դե եթե չլսվեր ծայրից ծայր։ Իսկ կոնկրետ եթե խոսքը գնում է այդ պաշտոնապես կապի մասին, այնտեղ ինքը ունի այդ ֆունկցիան վարքյան, չնայած այն հեռախոսն է, այդ բջջային, որ իր տեղը տա, նույն ձևով կարող են անջատել վարքյանական, դա համակցված է։ Հիմա գանք բովանդակ։ Այսինքն, չէ, այստեղ ամենակարևոր հարցն է, որ դա փաստ է, որ դա տարածվել է Ադրբեջանի իշխանությունների դաբրոյով։ Հիմա պետք է ընդամենը մենք այո չունենք լիարժեք տեղեկատվություն, բայց պետք է հասկանանք, որ ուրեմն փորձենք ապագայում նաև հասկանալ, թե ինչի է դա տեղի ունեցել։ Թե չէ, եթե Ադրբեջանի դաբրոյով է դա եղել, պարզ է, որ Ադրբեջանի իշխանությանը նաև շատ ձեռնտու էր, օրինակ ձեր ասած են բանը, որ ասենք առավելագույնը Հայաստանում դա տարածվի, նաև ասենք հանրայինով եւ մնացած տեղերում, որովհետեւ եթե դա իրանց դաբրոյով է, ուրեմն իրանց պետքա զանգվածային, այսպես ասած, տարածում Բաքվի իշխանությունների։ Ու դուք շատ ճիշտ եք նկատել, որ դա պահանջում է, դա ինքը փաստացի առանց հասկանալու սպասարկում է այդ պահանջը։ Դա գաղտնի ձևով չի դուրս եկել։ Օրինակ գիտեք ոնց է, հին են Լենինյան ժամանակվա հեղափոխականները ժամանակ առ ժամանակ կարողանում են գաղտնի ձևով ուրեմն որ ուղերձներ տարածել Բորիս։ Մենք որ սովետի ժամանակ դպրոցական էինք, մեզ այդպես սովորացնում էին ոնց է Լենինը իր գաղտնի ուղերձները տարածել։ Այն կաթով գրում էին թղթի վրա, հետո տաքացնում էին, երևում էր այդ գրվածը։ Ես ուրիշ բան ասեմ, արգելի արգիստի ներողություն եմ խնդրում, էլ դետալային միջև բովանդակային խոսքը, բովանդակային հարցը։ Տեսեք, նույն շրջանակները տարածում են զեկույցներ եւ ես հավատում եմ, որ Ռուբեն Վարդանյանին ծեծել են շաբաթներով, ասում են զուգարանի թուղթ չեն տվել, չեն թողել նստի, չեն թողել լողանա, ինչ որ մետաղյա ձողով գլուխը փորձել են բան անել, վնասել, հա։ Այս ամեն ինչը մոտ պատկերացրեք։ Արգելի հեռուստատողներ, ովքեր աջակցում են այդ տեքստերի տարածմանը։ Հիմա Ռուբեն Վարդանյանն եթե ասում է, սա ձայնագրեք ու տարածեք։ Ինքը այդ մտքերը ասելուց գիտի չէ որ վերադառնալու են բանտ, որտեղ իրան շաբաթներով չեն թողել լողանա, զուգարան թուղթ չեն տվել, ծեծել են, բռնությունների են ենթարկել։ Արդյոք մարդը հոգեբանորեն պատրաստ է, չգիտեմ, ասել բան, որը կարող է իրենց հակասել։ Ուրիշ դրվագ են ասում են Կարմիր խաչի ներկայությամբ է այդ խոսակցությունը։ Հա բայց երբ որ ինքը բանտ վերադառնա, Կարմիր խաչի ներկայություն չի լինելու։ Կարմիր խաչի ներկայությունը միջև այս պահը չի կարողացել խոչընդոտել ադրբեջանցիներին, բռնության ենթարկել մեր հայրենակիցներին։ Եվ երրորդ հանգամանքը Ադրբեջանը հիմա քննարկում է Կարմիր խաչի գրասենյակը փակելու հարցը, այսինքն իրենք կնես չի Կարմիր խաչը շատ ազատ է այնտեղ եւ սահմանափակված չի։
Եվ չորրորդը էլի բովանդակությունը ժողովուրդ։ Բովանդակությունը շատ կարևոր է։ Մենք այսպես ամբողջ աշխարհին ասում ենք, որ այս ֆարս է, այս դատավարություն չի, Ադրբեջանը իրավունք չունի դատել մեր հայրենակիցներին, այս կողմից հետո այդ նույն մարդիկ տարածում են ուղերձ, որտեղ մարդը ասում է, թող դատեն մեզ, բայց հրաապարակային դատեն։ Սրա տրամաբանությունը կամ նույն Խոջալունը Սումգայիթ։ Ժողովուրդ ջան, ամենևին էլի եմ կրկնում, խոսքը Ռուբեն Վարդանյանի մասին չի։ Խոսքը այդ աուդիո ուղերձը տարածողների մասին է։ Եվ էլի եմ ասում, այսպես նաև դիմելով պարոն Վարդանյանի հարազատներին։ Լավ, մի անգամ լսեցիք այդ մարդկանց, որոնք ձեզ խորհուրդ էին տալիս, որոնք Ռուբեն Վարդանյանին խորհուրդ էին տալիս։ Տեսակ այդ մարդը հայտնվեց Բաքվում։ Դե ինչի՞ երկրորդ անգամ այդ մարդկանց լսում, ես չեմ հասկանում, անկեղծ եմ ասում։ Այսինքն ինչքան կարելի է նույն մարդկանց խորհուրդներ լսել։ Այսինքն հիմա լսեք այդ խորհուրդները, այսպես ինչ-որ բան սարքեք, այդ մարդուն հիմա էլ Բաքվում, ասենք, սպանեն, համարեք, որ ինչ-որ խնդիր եք լուծել։ Ես իր քաղաքական աջակից թիմակիցներին չեմ հասկանում։ Մի անգամ սխալվեցիք։ Մարդը, որը Հայաստանից շատ ավելի շատ բան կարող էր անել, հա, որպես աշխարհում ճանաչված գործարար, բարեգործ, Ավրորայի հիմնադիր, ուղարկեցիք բան կիսաբլոկադայի մեջ գտնվող Արցախ։ Իբրև թե այնտեղ քաղաքական ինչ-որ հարցեր կլուծեք։ Չթողեցիք մարդը դուրս գա, վերջի օրով տարակ հասցրեցիք Բաքու, հիմա նոր էմոցիոնալ պլաններ եք մշակում։ Կլինի ինչ-որ մեկը, որ այդ խորհուրդները տալիս է, ինքը գնա Բաքու եւ իր մասին խորհուրդներ տա։ Մինչև բուն ուրեմն Ռուբեն Վարդանյանի այդ ուղերձի հետ կապված ձեր հարցի պատասխանը շարունակելը, թե ոնց է ինքը հայտնվել եւ ինչ նպատակ է ինքը հետապնդում, չնայած արդեն մատնանշեցի, որ դա ակնհայտորեն Բաքվի իշխանությունների ցանկությամբ է եղել, ուրեմն կա երկու գլոբալ հարց, որի վրա շատ կարևոր է նորից վերհիշել եւ ուշադրություն դարձնել։ Մասնավորապես առաջինը, թե ոնց կարելի է փորձել հասնել այդ մարդկանց ազատ արձակմանը, եւ երկրորդը, ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը այդ մարդկանց դատելով։ Վերջիվերջո որն է Ադրբեջանի նպատակը, ցանկությունները։ Մենք սրա մասին բազմաթիվ անգամ խոսացել ենք, ուղղակի մի անգամ էլ սա ֆիքսենք, որտեվ հետո հենց որ անցնենք մենք այդ շարունակությանը, ավելի կարելի ասել կապը կերևա։ Առաջինը, բազմաթիվ անգամ ես բացատրել եմ, թե այս փուլում ոնց է հնարավոր հասնել, որպիսի գերիները վերադառնան Հայաստան։ Ես գիտեք ոնց է, իմ մոտ մի տեսակ քմծիծաղ են առաջացնում այդ ուրեմն անգամ կարելի ասել ներկայիս իշխանության օպոնենտների մշտական հայտարարությունները, որ ինչի Հայաստանի Հանրապետությունը չի դիմում միջազգային այս կառույցներին, սրան, նրան, ինչի չի պահանջում, պետք է ներգրավել, դիմել այս պետությանը, այն պետությանը, այս կառույցին, այն կառույցին, ինչա այդ մարդիկ լուսնից են իջել։ Իրանք չեն հասկանում, որ նման ձևով ում ուզում ես դիմի։ Այսօրվա Ադրբեջանի կշիռը իրան թույլ է տալիս ընդհանրապես բանի տեղ չդնել, այսպես կասած, բոլոր միջազգային կառույցներին։ Ինչպես դուք շատ ճիշտ մատնանշեցիք, այսօրվա դրությամբ Ադրբեջանում արդեն սեղանին դրված է Կարմիր խաչի գրասենյակը փակելու հարցը։ Ինքը որևէ խնդիր չունի Կարմիր խաչը ընդհանրապես փակել։ Դրա համար ասել, որ գիտեք, Կարմիր խաչը իրանց կողքն է գտնվել կամ կողքը չի գտնվել։ Որևէ այսպես քմծիծաղ կարող է առաջացնել, եթե ընդհանրապես դնում են այդ մարդիկ գրասենյակի փակման հարցը։ Ինչ միջազգային կառույց կամ ինչ որ պետություն ոնց կարող է ազդել, ասենք, նայեք Բաքվի վրա։ Եթե իհարկե ինքը ունենար շահ, ասենք ԱՄՆ-ն, Բրիտանիան, Ռուսաստանը, իհարկե ինքը կարող էր դա անել։ Բայց հանուն ինչի, ինչ որ ասենք հանուն Հայաստանի Հանրապետության ինչ որ քաղաքացիների, դուք լինեք կանեք, ասենք դուք Բրիտանիայի իշխանություն եք, ԱՄՆ-ի իշխանություն եք, Մոսկվայի իշխանություն եք։ Իսկ Ադրբեջանի կշռի հետ կապված ընդամենը մատնանշեմ, ուրեմն նայեք, վերջի ամիսներին տեղի ունեցավ որոշակի լարվածություն Մոսկվայի եւ Բաքվի միջև կապված ուրեմն այն ինքնաթիռի վթարի հետ։
որոշակի Մոսկվայի շրջանակներ քաղաքական վերլուծական հոխորտում էին Բաքվի ուղղությամբ, բայց արդյունքը ինչ եղավ։ Արդյունքը եղավ նա, որ Մոսկվան հետ քայլ կատարեց։ Իհարկե դա իրանք չեն ընդունում, բայց հետ քայլը որն է։ Չեչնիայի իշխանությունները ներկայացրեցին ներողություն, Ռուսաստանը հայտարարում է Մոսկվան կոմպենսացիայի տրամադրելու մասին եւ որպես այսպես քաղցրաբլիթ Մոսկվայի իշխանությունները, Ռուսաստանի իշխանությունները ուրեմն Մոսկվայում տեղադրում են Հեյդար Ալիևի արձան, որոշում է կայացվել տեղադրել Հեյդար Ալիևի արձան, դա էլ այսպես ասած քաղցրաբլիթն է, որ այս Բաքվի իշխանություններ վերցրեք, ստացեք։ Դուք հասկանում եք, եթե իրանք այսինքն փաստորեն կարողանում են նման ձևով պարտադրել, ինչի պետք է իրանք ենթարկվեն Մոսկվային կամ ասենք այլ պետությանը։ Ես բազմաթիվ անգամ բացատրել եմ բազմաթիվ եթերներում, թե ինչի է այդպես։ Դա կապված է, նորից չկրկնվեմ, լավ։ Բայց մի հավելում անեմ, ձեր խոսքին անցնեք Չէ, երկրորդ Բորիս, Շարունակես։ հա, շարունակեմ, հետո բան կանենք։ Նայեք, այսինքն այս պարագայում պահանջելը, որ ասենք Հայաստանի իշխանություններ դիմեք այս կամ այն ատյանին, նշանակում է, այսպես ասած, Հայաստանի իշխանություններ զբաղվեք իմիտացիայով, ուրա հայրենասիրական լոզունգների տակ։ Ոնց որ այսպես մեկը մեկին ձեռ առնի։ Իսկ ոնց կարելի է հասնել ազատվում։ Օրինակ նայեք, դուք տեսնում եք, չէ, ասենք, օրինակ վերջերս, հենց որ օրինակ ընդամենը մի 10 օր առաջ, կամ դրանից առաջ տարիներ, տասնամյակներ շարունակ, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը իր այս կամ այն կալանավորին ոնց են ազատում։ Փոխանակում են։ Որպեսզի դու կարողանաս ազատել այնտեղ նստածած հային, դու պետք է իրան երկու տարբերակ կամ պետք է քո ձեռքի տակ ունենաս ադրբեջանցի ու խոսքը չի գնում Հայաստան պետության։ Ուղղակի սա եթերային չի։ Բայց մի քիչ տրամաբանող մարդիկ հասկանում են դա ոնց է լինում, ոնց չի լինում։ Կամ պետք է Հայաստանի պետությունը հանուն դրա գնա ինչ-որ X զիջման, տարածքային, իրավունքի եւ այլն։ Եթե անգամ Մոսկվան, Վաշինգտոնը քո փոխարեն դա ապահովեն, իրենք դիզիչեն։ Իրենք չէ, իրանցի չեն զիջի։ Մեզից կստա։ Դու կզիջես, իրանք կկանեն գարանտ, իրանց փայն էլ տանել։ Արցախյան առաջի պատերազմի ժամանակ, ասենք ոնց էին վերադարձում գերի ընկածները։ Իսկ ցանկացած տրամաբանող մարդ հասկանում է, որ այդ նստածները գերի են, ուղղակի գերի են, այլ բնորոշում չկա այդ մարդկան, այդ դատավարություն ամեն ինչ ֆիկցիա է, որը այլ քաղաքական նպատակներ է հետապնդում, այնտեղ քրեական առումով ոչինչ չկա, կա քաղաքական, առաջի պատերազմի ժամանակ, հենց որ ասենք այս կամ այն հայը ընկնում էր գերի, այն ժամանակ դուք պատկերացնում եք, ասենք միջազգային ատյան դիմենք, սա անենք, նա անենք, Ղարաբաղցիք գիտեին դա ոնց պետք է անել։ Այլ հարց, որ այդ Ղարաբաղցիք 30 տարվա մեջ այնքան յուղակալեցին, որ էլ ընդունակ չեն անել այն, ինչ որ արել են հեռավոր 90-ականներին։ Հասկանում ես, Բորիս, խնդիրը սրա մեջ է։ Էլ գիտեք ոնց է, այն ժամանակ իրանք երիտասարդ տղաներ էին, գործնելու ոչինչ չունեին։ Եվ իրական մոտենում էին այս կամ այն հարցի լուծմանը եւ լուծում էին այդ հարցերը։ Ետ պատերազմյան առաջի պատերազմից հետո տարիները իրանք դեգրադացրեց։ Յուղակալեցին, լիքը բան ունեն կորցնելու։ Անկամ ես շատ մի քանի անգամ սրա մասին ոչ հստակ, որովհետև նորից եմ ասում, եթերային չի, բայց ասել եմ, ասենք Բաքվում նստածները
եթե իրանց ընդհանուր ֆինանսները գումարես, դա մոտավորապես մինչև 1 միլիարդ դոլար է, չէ՞։ Դու պատկերացնում ես Միայն 1 միլիարդ Ռուբեն Վարդանյան։ չէ, դե հիմա շատ բան ձևով եմ ասում, մինչև թող 1 միլիարդ կամ ասենք, անգամ թող կես միլիարդ լինի։ Դու պատկերացնում ես, ասենք, աշխարհում նման գումարներով ինչ հարցեր կարող ես դու լուծել։ Այդ իմ ասածները ապահովելու համար։ Բայց մարդիկ անգամ այդ նստածների շրջապատը, ախպերությունը, անուշ ախպերությունը, նախընտրում է անվտանգ ասել, դե դիմենք միջազգային ատյանների, էլի, ՄԱԿ-ին, Եվրոմիությանը, թող իրանք զբաղվեն։ Քեզ թվում է միջազգային ատյաններն էլ բան ու գործ չունեն, պետք է զբաղվեն։ Դե եք Սիրիայում կոտորում են, այսպես եղերնա տեղի ունենում, միջազգային ատյանները այդ վեճը չի։ Չէ, ասում են բախում է տեղի ունեցել։ Հա, դե Բայց հիմա մի դրվագ կար, ուզում եի ավելացնել քո խոսքին։ ասա։ Միջազգային քրեական դատարանը Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել եւ Ադրբեջանը ինչին էր։ Հենց Արցախի հարցով, որ ճանապարհը պետք է բացվի։ Ուզում ասել Ադրբեջան թքած ունի այդ միջազգային կառույցների վրա, սա ուղղակի հավելում քո խոսքին։ Այո, նայ Բորիս։ Ուրեմն ասում եմ, կա այդ ճանապարհները։ Եթե Հայաստանը, օրինակ, գիտեք ոնց է, ընդ որում Նիկոլ Փաշինյանի օպոնենտները չեն պահանջում Իրանից այն, ինչ որ, գիտեք ոնց ասեմ քեզ, իրական է։ Այլ պահանջում են այդ ամպիկները միջազգային, որտեղ բոլոր կողմերին դա ձեռնտու է։ Անվտանգ համար գնա, ասենք, որ ՄԱԿ-ի դեմը ցույց արա, էս արա, այն արա, պահանջի, լավ պահանջի։ Իսկ դու պատկերացնում ես, ասենք, Իսրայելում նման դեպքում ասեն դիմենք միջազգային, ինչի իշխանություն չես դիմում միջազգային ատյանների։ Իսրայելի քաղաքացին կասի, սիրելի իշխանություն, բա Մոսադը ինչով ասպա։ Բա մենք հարկ ենք չէ տալիս Մոսադ, որ հատուկ ծառայություն։ Ընդ որում Իսրայելում Մոսադի անունն է դուրս եկել, բայց կա 6-7 հատուկ ծառայություն։ Մի երկուսն են ընդհանրապես անուններ։ Բա, որտեվ հասկանում եմ, որ նման գործողություններով իրական արդյունք կարող են տալ միմիայն քո երկրի հատուկ ծառայություն։ Դու որ մեր երկրի հատուկ ծառայությունների դեմքին նայում ես տենց բան։ Ես ասում եմ Այն ինչ որ պետք է։ Այդպես բան, գայթակղություն ունի, օրինակ Քրիստինե։ Հենց որ դաշնակցությունը հպարտորեն ասում է Դավիթ Իշխանյանին մենք էսա նայեք, թողել ենք իր բանը, ուզում ես ասել, կարծեմ այդ կուսակցությունը ինչ որ մարտական թև ուներ։ Կամ ասենք այդ մարդիկ հենց որ ասենք 1 միլիարդ դոլարը նստած, չէ, ասում ես երեխեք ջան, գոնե հասկանում եք, որ եթե դուք, ասենք, այդ փողը չօգտագործեք ճիշտ ձևով, որ իրանց ազատեն, այդ փողը նրանք վերջում կհանձնեն Բաքվի իշխանություններին։ Մենք հայտնվել ենք Բորիս աբսուրդի թատրոնում։ Մարդիկ, ինչ որ գիտեք, էմոցիոնալ ինչ որ ոնց որ նախիրներ վազեն, որոնք զուրկ են կամ ինձ թվում է մեծ մասը չի էլ ունեցել տրամաբան։ Սա է պատկերը, կարճ։ Սա եթերային չի, ես կարող եմ շատ մանրակրկիտ բացատրել։ Բայց դա եթերային չի։ Հասկացողը, այսինքն եթե ունի 1% տրամաբանությամբ, հասկանում է ես ինչի մասին եմ խոսում։ Թե ոնց կարելի է հասնել այդ մարդկանց ազատ արձակման։ Ասում եմ, կամ պետք է այս ձևով, կամ Հայաստանը գնաց իջում։ Ախպեր, հիմա հարց չեն կարող լուծեն, բայց հաստատ ունեն, չէ, այնքան ֆեյք էր, որ հիմա կմտնեն այս եթերի տակ քֆուր կգրեն մեզ։ Դե գիտեք ոնց է։ Էդ էլա, չէ, հարցը լուծում։ Հիմա հետո մեկնաբանությունները Ոչ ինձ, ոչ ձեզ, ես վստահ եմ այդ, այսպես ասած, այդ ֆեյքերի հարձակումները ընդհանրապես չի ուզում։ Անցել ենք դա։ Հիմա գանք Ինչ է ուզում Ադրբեջանը։ Ինչ է ուզում Ադրբեջանը։ Ես ի սկզբանե հենց որ այդ մարդկանց տանում էին Բաքու, ես ասել եմ,
որ սա շատ վտանգավոր Հայաստանի Հանրապետության համար։ Դրա համար հիշում եք, ես բազմաթիվ անգամ բացատրել եմ, որ Հայաստանի իշխանությունները պետք է ամեն գնով կամ պետք է փորձեին այդ մարդկանց հանել այնտեղից, կամ պետք է ամենավերջի տարբերակ, ոնց որ Իսրայելը ունի դիրեկտիվը Հանիբալ, թույլ չտալ, որ նրանք ընդհանրապես հայտնվեն բան։ Ձևերը հայտնի են։ Ձևերը իհարկե հայտնի են եւ բազմազան են։ Վերջի գիտեք ոնց է պետք է հասկանալ շարքային մարդու կյանքը եւ պետական գործի կյանքը, դրանք տարբեր հասկացություններ են։ Շարքային մարդու առումով մենք կարող ենք իրեն խղճալ, կարեկցել եւ այլն։ Պետական գործչի կյանքը երբ ինքը ընտրում է հայտուղին, դա ուղղակի անդրադառնում է պետության վրա եւ լրիվ ուրիշ հաղթության մեջ պետք է դիտարկել։ Առաջին հերթին պետությունը, պետական շահերը, հետո նոր իր կյանքը։ Նայեք, Ադրբեջանի իշխանությունների համար գիտեք, իհարկե իրանք էլ են լուծում էմոցիոնալ խնդիրներ։ Այսինքն իրանք լուծում են էմոցիոնալ խնդիրները, որ Ալիևների կլանը իրենց փողոցներին ցույց տա, որ նայեք, ես ինչ ուժեղ տղա եմ, այսպես ասած, Արցախի ողջ ռազմաքաղաքական ղեկավարությանը լցրել են բանտը եւ դատում։ Դա էմոցիոնալ հատվածն է, բայց իրանց համար շատ ավելի կարևոր է պրակտիկ հատված։ Իսկ պրակտիկ հատվածը այս նստած անձանց միջոցով փորձել հիմնավորել Հայաստանի Հանրապետության պատասխանատվությունը եւ մեղքը Արցախյան առաջի պատերազմի, դրանից հետո ժամանակաշրջանի երկրորդ պատերազմի, այսինքն 30 տարվա համար, որտեվ դա իր դերքում կլինի ամենահզորագույն լծակը։ Ես սրա մասին ի սկզբանե զգուշացնում էի, որ նպատակը այս մարդկանցով փորձել ապացուցել, հիմնավորել Հայաստանի Հանրապետության մեղքը։ Ընդ որում այն, այսպես ասած, տեղեկատվությունը, որ Ադրբեջանը հատուկ արտահոսք է տալիս, Հենց դրան են նպաստում։ դա է։ Ասենք անուն չտամ բան զինվորականներից մեկը ադրբեջանական տարածած քարոշչական նյութում ասում է մեր ՊԲ-ն ֆինանսավորվել է ամբողջապես Հայաստանից, ես հրամանները ստացել եմ Հայաստանից։ Հետո ուրիշ որ տեքստ ասում, որ այստեղ հերոս ասում է Ժողովուրդ ջան, այս պետք չի, նախ այդ մարդը ճնշման տակ է, երկրորդը այս Ադրբեջանի ցանկությունը հենց սա է, ստանալ են, որ Հայաստանն է պատասխանատու։ Ուրեմն իր հիմնական նպատակը դա է Հայաստանի Հանրապետության պատասխանատվության հարցը, որպեսզի ինքը կարողանա դնել։ Ու դրանից հետո խոսքը կգնա ավելի քան, այսպես ասած, տասնյակ միլիարդների փոխհատուցման մասին, որը ինքը այսօր աշխարհում մոդա է, չէ՞ դարել, փոխհատուցել տարածքներով, որը ինքը կփորձի դարձնել տարածքային փոխանակության պահանջ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Այս հարցն է լուծում Ադրբեջանի Հանրապետությունը։ Իհարկե դրան զուգահեռ ինքը լուծում է մի տասնյակ մանր հարցեր, բայց սա այնքան խոշոր է, այնքան կարևոր է իր համար, որ մնացածը արդեն, այսպես ասած, իր աչքին կարող է եւ չերևա։ Ձեր խոսքին որպես հավելում, Արգիշտի, ասեմ, որ պատերազմից անմիջապես հետո ադրբեջանական քարոզչամիջոցները այսպեսի մի թեզ են շրջանառում, որ Հայաստանը մեզ հասցրել է 50 միլիարդ դոլարի հասնող վնաս, քանի որ Հայաստանը այդքան գումար չունի մեզ տալու, կարող են մեզ տալ Սյունիքի մարզը։ Այնպես որ քարոզչական նարատիվների բանով իրենք արդեն 20 թվականից այդ ուղղությունը ունեն։ Նայեք, Բորիս, ես բազմաթիվ անգամ սրա մասին խոսացել եմ, ընդ որում մինչև անգամ պատերազմը, 2020 թվականի պատերազմը, ասել եմ, որ մեր բախտը որոշակի առումով բերել է, որ Ադրբեջանը գործում է բավականին բաց։ Նախ մինչև 2020 թվականի պատերազմը չէին ասում, որ մենք այս հարցը ռազմական առումով լուծելու ենք։
Դա միայն հերքում էին Հայաստանի բոլոր իշխանությունները, որ ինչ պատերազմ, ինչ բանակցում ենք էլի։ Այդ մարդիկ միշտ ասել էին, առաջի պատերազմից հետո, իհարկե որոշ ժամանակ խելոք ձևով լռել էին, հետո իրանք հենց որ արդեն ռեսուրսները կուտակել էին, միշտ ասում էին, հարցը լուծվելու է ռազմական առումով։ Եվ ես ասում եմ, նայեք, մարդիկ ազնիվ ձևով ձեզ ասում են։ Չեն թաքցնում, չէ։ Չեն ասում, որ գիտեք ինչ կա, մենք երբեք չենք դիմելու պատերազմի։ Այդ նենգությունը անգամ չեն արել։ Ասել են, մենք լուծելու ենք։ Հայաստանի իշխանությունները մշտապես ասում են, մենք բանակցում ենք։ Հիմա նույն ձևով դա։ Իրանք չեն թաքցնում, որ այդ գումարները իրանք ստանալու են ինչ-որ ձև, փորձելու են ստանալ։ Իսկ հիմա Գանք ուղերձին եւ ամփոփեն։ Նայեք, ինչպես մատնանշեցի սկզբից, սա միմիայն կարող էր տարածվել Բաքվի իշխանության դաբրոյով, այսինքն իրենք տեղյակ էին, իրենք ցանկանում էին, որ դա դուրս գա եւ տարածվի։ Հիմա պետք է հասկանալ ինչու։ Այս պահին ամբողջական պատկեր մենք չենք կարող տալ Բորիս, որովհետեւ տեղեկատվությունը բավականին սուղ է։ Ուղերձում կային, գիտեք ոնց է, մտքեր, որոնք օրինակ, դե դուք էլ մատնանշեցիք, բայց օրինակ, նայեք, հետաքրքիր միտքեր հենց որ Ռուբեն Վարդանյանը հիշատակեց առանց անուն տալու Ղազախ, օրինակ, իր գործընկերները։ Չնայած անունը բացահայտ գրված է Civilnet-ում։ Չէ, ես դրա մասին վերջերս սոցիալական ցանցում էլ գրեցի, ոնց ես հասկացա, խոսքը գնում է Կայրատ Բորանբաևի մասին։ Ինչի ինքը հիշատակեց Կայրատ Բորանբաևին։ Չգիտեմ։ Նայեք, Բորիս, Կայրատ Բորանբաևը, եթե ես ինչքան որ տեղյակ եմ, կարող է հիմա այս վերջի իրադարձությունները չեմ հետևել, ինքը նստած է փողերի լվացման գործով։ Ինքը Նազարբաևի խնամին է եղել, խնամիներից է եղել, եւ այսպես ասած Նազարբաևի կլանի ֆինանսական հարցերն է լուծում։ Եկեք լավ իրերը կոչենք իրենց անունով, նայեք, Ռուբեն Վարդանյանը անցյալում, այսպես ասած, իր քաղաքացիական կյանքում մինչև Հայաստանում, Արցախում հայտնվել, ինչով է հայտնի եղել։ Միջազգային այդպես գործ կար փողերի լվացում։ Ուրեմն Տրոյկա դիալոգի հետ հայկական իրականության մեջ եղել են երկու մասնագետներ, որոնք օգնել են այս կամ այն անձին, այս կամ այն ընտանիքին, այս կամ այն խմբին լեգալիզացնել իրենց փողերը։ Մեկը եղել է Ռուբեն Վարդանյանը, մեկը եղել է բանահպատակ Արմեն Սարգսյանը։ Ուրեմն իրանք եղել են, կարելի ասել, եւ հանդիսանում են այս գործի բավականին պրոֆեսիոնալ մասնագետներ։ Եվ պարզ է, որ իրանք այդ ծառայությունը մատուցել են նաև Նազարբաևի ընտանիքին եւ կապող օղակներից մեկը եղել է Կայրատը։ Եվ բացառում, որ սա մեսիջ է, ինչ որ առումով այդ ընտանիքին փորձել խառնվել իր ճակատագրով, բայց կարող է նաև լինել մեսիջ ուղված Ալիևին, որովհետև Ալիևն էլ գիտեք ոնց է, ինքը այդ կլանը ունի փողերի լեգալիզացման լուրջ խնդիր։ Մասնագետը կա, եւ այդ մասնագետը կարող է օգնել։ Եվ սա որպես ուղղակի վարկած է մատնանշում, բայց դուք եք հասկանում, որ բանտում նստած մարդը պատահական չի հիշեց, վստահ եք, որ ինքը ունի, ասենք, հարյուրավոր, հազարավոր ընկերներ, բայց մեկ էլ հիշում է մի մարդու, որը հենց փողերի լվացման թեմայի մեջ է եղել։ Բայց դա ինքը հիշեց Շուշի մսկիթի վերանորոգման ֆոնին։ Դե գիտեք, մի բանով պետք է, դեք Բորիս, մի բանով պետք է մատնանշել այդ մարդուն։ Հենց ձեր ասած մի առիթ պետք է լիներ, որ իրան տեքստի մեջ մտցներ։ Հետո երկրորդը, նայեք, այս ուղերձից հետո ստեղծվեց շատ հետաքրքիր մի պատկեր։ Ռուբեն Վարդանյանը հայկական դաշտում դարավ ինչ-որ առումով ֆակտոր։
Բաքվում նստած է մի մարդ, որը Բաքվի իշխանությունների կողմից դաբրո ստացած ուղերձից հետո դառնում է ֆակտոր։ Բայց դա լավ է թե վատ։ Չէ, ես լավ վատը չեմ։ Ես վերլուծում եմ, ես փորձում եմ տալ պատկերը։ Հասկանում եք, Բորիս։ Պատկերը հետևյալն է, որ Բաքվի իշխանությունը, արդեն ադրբեջանական իշխանությունը, նայեք, կարողանում է ստեղծել այնպիսի ռեսուրս, դու նոր չի ստեղծել։ Մինչ այսօր մենք բոլորս վերլուծում ենք, չէ՞, որ ինքը կարողանում է ազդել Հայաստանի ներքաղաքական օրակարգ թելադրել, ձևավորել օրակարգ, ազդել ներքաղաքական գործընթացների վրա, իսկ այսօր կա նաև տեխնացու։ Դարեր շարունակ հիշում եք Հայաստանի, ասենք, կար այստեղ ինչ որ ասենք թագավորություն կամ, դա բոլոր տեղերն է ընդունված եղել։ Բյուզանդյան իր մոտ ուներ մի 5 հատ հայկական գահի տեխնացու, Տիզբոնը ուներ մի 10 հատ հայկական գահի տեխնացու, ամեն մեկը պահում էին այդ տեխնացուներին։ Եվ այդ տեխնացուներին խաղացնում էին։ Հիմա, այսպես ասած, այդ նույն մոդելը նորից կյանքի է կոչվում։ Լավ, ինչու են այս գործին լծվել դիմադիրներ, որոնք իբրև թե պայքարում են այս ամեն ինչի դեմ։ Նայեք, Մոսկվայում կան, չէ, ասենք հայկական գահի տեխնացուներ։ Այո։ Բայց այսօրվա մեկը մեկից սարսափելի տեխնացուներ են, բայց Բորիս, մենք լուրջ թեմա ենք քննարկում։ Թողնենք իրանց պատկերները։ Այն հին Բյուզանդիայի իմ համար հաստատ Ադրբեջանն էլ ունի։ Ադրբեջանը այսօր ունի այն կշիռը, որ ոնց որ, ասենք, Մոսկվան է կարողանում ազդել Հայաստանի ներքաղաքական կամ Վաշինգտոնը Հայաստանի ներքին քաղաքական կյանքի վրա։ Նույն ձևով արդեն բոլոր առումներով եւ ավելի շատ կարողանում է ազդել Ադրբեջանը։ Այ պատկերը սրա մեջ է, Բորիս։ Եթե մենք կտրվենք ամբողջովին էմոցիաներից, այ պատկերը սա։ Շնորհակալ եմ Արգիշտի, այսօր նաեւ առողջական վիճակը թույլ չի տալիս մի ժամից երկար շարունակել, բայց ես կարծում եմ թեմային արձագանք կլինի, կթիրախավորեն, կփորձեն լղոզել, սվաղել, դեֆորմացնել այն առողջ տրամաբանությունը, որ դու դրեցիր, եւ մենք արձագանքելու առիթ կունենանք, այսինքն շարունակությունը։ Եվ այստեղ մենք էլ ենք ասում, խոսքը ամենևին բանդում գտնվողների մասին չի։ Խոսքը այստեղ այդ թեզերը ցանող հնձողների մասին է։ Նայ, Բորիս, մի անգամ էլ կրկնեմ։ Հենց որ խոսքը վերաբերում է օրինակ շարքային մարդկանց մասին, այնտեղ նստած են բազմաթիվ շարքային տղաներ, որոնց մասին ցավոք սրտի հայ հասարակությունը նման բուտաճանորեն չի հիշում։ Բայց հենց որ խոսքը վերաբերում է քաղաքական պետական գործիչներին, դու ամեն խոսքը քայլը վերլուծելուց պետք է առաջին հերթին ավելի վեր դասես պետության շարքը։ Շատ լավ։ Շնորհակալ եմ Արգիշտի, շատ հետաքրքիր քննարկման համար։ Ես շեշտում զրուցում եի վերլուծաբան Արգիշտի Կիվիրանից, տեսություն կհանդիպենք։